անձնագիրը դա պետության եւ քաղաքացու փոխգործակցության, համագործակցության ճանապարհի ամենակարևոր ուղեկալն է։ Ուղեկալն է պետությունը փաստացի էլեկտրոնային ամբողջ ծառայությունները մատուցելու բանալին ID քարտն է։ Եվ պետությունը այդ ID քարտի սպասարկումը, soft-ը, այն մնացած տպագրելը, հանձնելը, այս ամբողջը հանձնում է ինչ-որ մի հատ կազմակերպության, ես ես վստահեցնում եմ, այդ կազմակերպությունը ամենայն հավանականությամբ ֆրանսիական հատուկ ծառայությունների հոգացության տակ է հավանաբար լինելու, որովհետև որևիցե երկրում տրանսնացիոնալ ինչ-որ կազմակերպության կողմից որովհետև կոնցեսիոն, սա կոնցեսիոն բնույթի պայմանագիր է նայած միջև կնքված, կոնցեսիոն բնույթի ցանկացած պայմանագիր որոշակորեն իմպուլս ունի իրենց պետության հատուկ ծառայությունների կողմից։ Այո, Հայաստանի Հանրապետությունը հանձնում է նրանց այդ ամբողջ գործընթացը, բայց մի խնդիր կա այստեղ։ Բացի բիոմետրիկ տվյալների գաղտնի այդ տվյալների, որովհետև ամբողջ աշխարհը ներկայումս գտնում է այդ բիոմետրիկ տվյալների հետապնդման, այդ բիոմետրիկ տվյալների հավաքագրման ցավի մեջ։ Բազմաթիվ երկրներ դուք լսած կլինեք ձեր գործունեության ընթացքում, որ լինում են արտահոսքեր, մեն այդ արտահոսքերի համար ամբողջական հզոր տնտեսական կառույցներ ենթարկվում են ֆանտաստիկ տուգանքների, ենթարկվում։ Հիմա բայց կարևոր հարց է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխանության ինչ-որ բեկոր, ինչ-որ մի մասնիկ հանձնում է այլ երկրի, այլ կազմակերպության։ Այստեղ իհարկե ինքնիշխանության հարց կա։ Վերջ-վերջում մեր պետությունը ինչ է դարձել, մի փոքրիկ սառա է դարձել, ինչ է դարձել, անօգնական է, ինչ ենք։ Մեր պետությունը այս ֆունկցիաները ինքը պիտի իրականացնի։ Ինչի մասն է խոսքը, սա տեխնիկական առաջընթացի խնդիր է նաև։ Հայաստանում ինժեներական միտք կա, Հայաստանում ինժեներական կադրեր կան, Հայաստանում կարելի է ամենը հստակ կազմակերպել, բայց չեն անում։ Այստեղ մի խնդիր կա։ Ներկայում գործում է արդեն այդ մեր մոտ եղած համակարգը, որ ժամանակին լեհական կազմակերպության հետ էր այստեղ որոշակի ներգրավվածություն կար, բայց այդ համակարգը գործում է, եւ այս համակարգի մեջ ներառված են ID քարտի հետ սպասարկման բազմաթիվ ծառայություններ, մոբայլ ID-ներ, տարատեսակ անուններով իրենց։ Հիմա այս ամբողջը վերացվելու է։ Եկեք մի հատ հարց տանք, նաեւ արդյունավետության տեսակետից։ Բա այդ գումարները այդտեղ որ ներդրվել է պետական էլեկտրոնային կառավարման, ինչու է այդ գումարները ներդրվել, եթե դուք որոշելու եք, որ ինչ-որ մի ժամանակ անց այս ծառայությունը, որի վրա պետական փող է ծախսվել, թանկ փող է ծախսվել, հարկատուների փողն է ծախսվել, ինչու եք հրաժարվում այս ծառայությունները իրականացնելուց, շարունակելուց, ինչ ֆրանսիական կազմակերպություն, հայկական ինժեներական միտքը դա հստակ կարող էր անել եւ ընդդեմ գաղտնիության մակարդակը բավականին բարձր կներ։ Եվ ես ասեմ, եթե հայկական ինժեներական միտքը լիներ, նաեւ անվտանգության, այսպես ասած, թույլատրելի ֆիլտր ունենալու պարագայում դա դավաճանության հետ կառնչվեր, եթե որևիցե մեկ այդ տվյալները ընդհանրենք լցներ, ռուսերեն սլիվաներ, որևէ երրորդ կողմի։ Հիմա պետականորեն գնում են ստորագրում մի պայմանագիր ու հրճում են այդ պայմանագրից, երբ որ բիոմետրիկ մեր տվյալները հայտնվել ինչ-որ կազմակերպության ձեռքում։ Հիմա որպես քաղաքացի, չէ, բնականաբար հարց կառաջանա, հա տվել են ինչ։ Այդ բիոմետրիկը որ եղավ ընդհանրենք, ինձ ինչ վնաս է դա լինելու։ Ես դες ասեմ վնասը ինչի մեջ է լինելու։ Քաղաքացիների զգալի մասը, մարդիկ հատկապես որ ունեն բիզնես հետաքրքրություններ ճանապարհության ընթացքում, որ եվրոպական բանկ մտան, որտեղ նրանք այդ ID քարտ օգտագործեցին, որտեղ իրենց անձնագիրը օգտագործեցին, նույն պահին այդ տվյալը նրա այցելության, նրա հետ կապված, որ բանկի հետ կապված, որ ֆինանսական կազմակերպության հետ կապված, ինչ գործարք եղավ, այս գործարքի մասին անոնսը հայտնվելու է այդ ֆրանսիական կազմակերպության սերվերներում, շտեմարաններում։ Ինչի է դա բերելու, ես ասեմ, դա վերահսկողության հարց կա։ Դա ինֆորմացիայի տեղեկատվության ուսումնասիրություն է լինելու եւ բնականաբար այդ անձինք ովքեր որոշակի մի քանի անգամ կգնան ընդհանրենք այդ ֆինանսական հաստատություններից կօգտվեն, այս մարդիկ հայտնվելու մանրադիտակ
հայտնվել դեպքում նրանց մասին, նրանց վերաբերյալ, նրանց ֆինանսական գործարքներ, ինֆորմացիան Հայաստանին չի փոխանցելու, նա փոխանցել է ֆրանսիական հատուկ ծառայությունների համար մարդ հավաքագրելու ամենակարճ ճանապարհն է։